Լողի սեզոնի պաշտոնական մեկնարկից էլ դեռ առաջ Սևանա լճում լողացողները քիչ չեն։ Գեղարքունիքում ջերմաստիճանը դեռևս 30 աստիճանի էլ չի հասել, բայց սա առաջին արևոտ ու տաքորն է եւ Սևանի սիրահարներն արդեն այստեղ են։ Այստեղի դեպ առաջին տարին զանգվածաբար գալիս են հանգստանալու նաեւ իրանցիներ։ 2 օր է ինչ Հայաստանում են եւ առաջին օրը Սևանում, բայց գոհ են։ Բնապահպանության նախարարության եւ համակարգի աշխատակիցները լողի սեզոնի մեկնարկին ընդառաջ արդեն մի քանի օր շարունակ մաքրում կարգի են բերում հանրային լողափերը։ Նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր շրջայցով նախ ծանոթացավ, թե գործերն ինչ վիճակում են։ Ինչ է պետք ձեզ օգնել, որ Սևան ազգային պարկի շրջանակում գործում է մոտ 32.5 հեկտար մակերեսով 11 հանրային լողափ, որից 3-ը ծառայությունների մատուցմամբ։ Հանրային լողափերում բուժ սպասարկումը լողափնյաթախտերից, մանկական եւ սպորտային խաղահարապարակներից, հանդերձարաններից, զուգարաններից օգտվելը եւ ավտոկայանատեղերն անվճար են։ Այստեղ նաեւ փրկարարներ են հերթապահում։ Շնորհակալ եմ եւ նախարարից, եւ ձեզանից, եւ ձեր ծառայությունից նախորդ տարիների հետ կապված նորմալ ծառայություն եք իրականացրել։ Խնդրանք սա, որ էլի աչալուր լինեք։ Այս տարի էլ նրանք պատրաստ են ծառայության, նաև նրանց շնորհիվ անցած տարի որևէ դժբախտ դեպք չի եղել։ 16 մարդու կյանք են փրկել։ Մարկարը վատացել է ջրի մեջ, հանել ենք առաջին օգնություն ենք ցույց տվել, տարել ենք բուժկետ։ Մարկարը հեծանիվ նավակից էր թռել ջուրը, չէր կարողանում բարձրանալ, գնացել օգնել ենք։ Ուստի նման դեպքերի բաժին չդառնալու համար փրկարարների խորհուրդը հստակ է՝ պահպանել անվտանգության կանոնները, չանցնել լողանշանները, հեծանիվ նավակներից չցատկել ջուրը։ Ջրի մակարդակը շարունակելու է բարձրանալ բնապահպանների համար նոր գործեր բացելով։ Օրինակ պետք է ափերն անընդհատ մաքրվեն, հեռացվեն ջրի մուրներն ու թփերը, ափերին ավազ լցվի։ Այնտեղ մանր քարեր բաներ կան, աշխատակիցներին դնում են որոշակի։ Մինչև բացումը, որ դրանք այդտեղ չլինեն։ Ջրի մակարդակի բարձրանալուն ընդառաջ նաև մի շարք կառույցներ պետք է ապամոնտաժվեն, այլապես տարածքը ճահճացումից չի փրկվի։ Դա կարվի տարածքների վարձակալների հաշվին համաձայն պայմանագրի եւ պետությունից որևէ փոխհատուցում չի լինի։ Այստեղ պետությունը որևիցե փոխհատուցում չունի տալու, որովհետև նախապես իրենք տեղեկացված են եղել, որ տարածքը ջուրը բարձրանալու է եւ տարածքը վտանգված է։ Հանրային լողափերում շուտով կգործեն էկոկենտրոններ, որոնք զբոսաշրջիկներին քարտեզներ, տեղեկություններ կտրամադրեն ճանապարհների, հանգստյան գոտիների, ծառայությունների վերաբերյալ։ Իսկ նոր 12-րդ լողափը ավելի մեծ հարմարություններով, քոթեժներով, արհեստական լողավազաններով կբացվի Ծովագյուղի մոտ, որը կհարդարվի համայնքի մարզպետարանի միջազգային կառույցների միջոցներով։ Արդեն 16 միլիոնի չափով մենք ունենք պայմանավորվածություն Ծովագյուղի համայնքի հետ կապված, 10 միլիոնի չափով ազգային պարկն ներդրումներ իրականացնելու։ Նոր լողափը նաև ճոխություններ կունենա եւ բնականաբար որոշակի վճարներ կսահմանվեն։ Միայն անցած տարի հանրային լողափերում անվճար 150-ից 200,000 մարդ է հանգստացել, իսկ միայն Վարդավառի օրը 30,000։ Սեզոնի պաշտոնական մեկնարկը հուլիսի 1-ից է։ Վարդավառն այս տարի հուլիսի 3-ին է եւ նույնպես հանգստացողների մեծ հոսք է սպասվում։ Արմինե Ուդումյան, Էդգար Դավթյան, Առաջին ալիք։